Պարոն Ստեփանյան, Միքայել Աճապահյանի դեմ նախաձեռնած քրեական վարույթից հետո իրավապահները Շիրակի առաջնորդարանում էին, սակայն Աճապահյանն այնտեղ չէր։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ փաստորեն մայրաթոռում էր։ Ինչ նպատակով էր եկել մայրաթոռ։ Եթե ես լինեի պարոն Աճապահյանի տեղը եւ չցանկանայի բերման ենթարկվեի, եթե ես խնդիրներ ունենայի իրավապահների հետ եւ ցանկանայի այդ շփումից ինձ հեռու պահել, ես էլ երևի նույն բանը կանեի, որովհետեւ Էջմիածնում, ինչպես մենք տեսնում ենք, ահագին մարդ է հավաքվել, արդեն բախումների վտանգ կա եւ ըստ այդմ ԱԱԾ-ի աշխատակիցները ստիպված էին այդ պահին հեռանալ իրենց գործառույթը չկատարելով, որը օրենքով նախատեսված է, այս առումով եւ այս իմաստով, եթե Աճապահյանը իրոք խնդիրներ ունի օրենքի հետ եւ չի ցանկանում պատասխանել իրավապահների հարցերին, իսկ հարցերը կարծում եմ բավականին շատ են, երևի թե դրանով է բացատրվում, որ Շիրակից եկել է Էջմիածին հայրաթոռ։ Այո, այնտեղ իրեն երևի ավելի ապահով է զգում, քան թե Շիրակում, ինչը իրականում շատ հետաքրքիր է, որովհետև եթե ինքը Շիրակի պատերազմն է, առաջնորդն է, երևի թե ինքը պետք է իրեն այնտեղ ավելի ապահով զգար իր հոտի հետ։ Դուք նշեցիք, որ բախումների վտանգ կար, հոգևորականներն էլ, վերջին շրջանում անընդհատ խոսում էին քաղաքացիական բախումներից, ասում էին եկեղեցու բակ այրուն է լցվելու։ Մենք տեսանք, որ նաև ինչպես էին հոգևորականները այսպես պատնեշ կազմել, որ իրավապահները չհասնեն Աճապահյանին։ Կար այդպիսի նպատակ։ Հայաստանյան եկեղեցիներում սկսեցին զանգեր հնչել, զանգերը սկսեցին հնչել։ Եվ դա ազդարարում է վտանգի մասին։ Ես ուզում եմ հիշեցնել ձեր հեռուստադիտողներին, որ իմ հիշողության վրա, ինչքան ես պատմությունը գիտեմ, վերջի անգամ զանգերը հնչել են, ես կարող եմ սխալվել միգուցե, Սարդարապետի ժամանակ 18 թվականին, երբ որ կար համազգային վտանգ, երբ որ հայրենիքը վտանգի տակ էր եւ այն հնչում էր։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զանգերը չէին հնչում եկեղեցու։ Այսինքն եկեղեցին, եկեղեցու առաջնորդները, ես միշտ ստիպված եմ դա նշել, որովհետև եկեղեցին եւ եկեղեցու առաջնորդները, որոշ առաջնորդներ, ցավոք սրտի, տարբեր բաներ են, տարբեր հասկացություններ են։ Նրանք 44-օրյայի ժամանակ վտանգ չէին զգում։ Եվ սա շատ հետաքրքիր է, ինչի չէին զգում։ Ես օրինակ լինելով շարքային քաղաքացի զգում եմ այդ վտանգը։ Զանգերը չէին հնչում։ Այսօր զանգերը հնչում են, այսօր նրանք վտանգ են տեսնում։ Ես ձեզ հարցին այսպես կպատասխանեմ, սա աբսուրդ է։ Սա աբսուրդ է։ Այսինքն այսօր վտանգը իրենց է հասել, իրենք հիշել են զանգերի մասին, իսկ 44 օրյայի ժամանակ ոչ։ Եվ սա պարադոքս է։ Ինչպես կարելի էր 44 օրյայի ժամանակ, երբ որ մեր հայրենիքի վրա հարձակում էր տեղի ունեցել, մասշտաբային մեծ հարձակում երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, զանգերը լռում էին եւ եկեղեցականներն էին լռում բարձրաստիճան։ Այն շարքային եկեղեցականները գնացել եւ կռվում էին ռազմի դաշտում, բայց եկեղեցու իշխանները լռում էին, ոչ միայն ժողովրդի մոտ դուրս չէին գալ, այլ լռում էին, իսկ այսօր զանգերը հնչում են։ Պարոն Ստեփանյան, մենք նաև տեսնում էինք հոգևորականների հայտարարությունները մայրաթոռի բակում, այսպես նաև հայտարարություններ էին հնչեցնում, որ թուրքը կտոր էր արել վարդապետ Աճապահյանին 1915 թվականին, նույնը կատարվում է հիմա։ Գիտեք, ես ցավով եմ դա նշում, մեր հասարակությունում մոդայիկ է դարձել այդ թուրք բառը, աջ ու ձախ նետում են, այդ վիրավորանքը, թուրք իրենց եւ իշխանությունն է օգտագործում եւ ընդդիմությունն է օգտագործում։ Սա դեստրուկտիվ մի արտահայտություն է, որի մեջ չկա որևէ ռացիոնալ միտք, ընդհանրապես մեջը միտք չկա։ Եվ ես ուզում եմ բոլորին հիշեցնել այդ մարդկանց, ովքեր որ իրար հայերին, որոնք իրար թուրք են անվանում, որ իրական թուրքը այն ժամանակին ասում էին, չէ՞, մեզ ասում էին, քիչ խոսեք բանակի մասին, թուրքը նստած ուրախանում է։ Այ թուրքը հիմա ուրախանում է, երբ որ տեսնում է, որ դուք իրար թուրք եք ասում։ Սա դեստրուկտիվ է, սա չի կարելի օգտագործել քաղաքականության մեջ, սա նույն դեստրուկցիան է իր մեջ պարունակում, ինչ որ ժամանակին դա սկսվել էր 2008 թվականի մարտի 1-յան դեպքերի ժամանակ, այդ ողբերգության ժամանակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները արցախցիների եւ Հայաստանի հայերի միջև բաժանարար գծեր էին տանում եւ ասում էին, որ այդ ամենի ետևում կանգնած են ղարաբաղցիները։ Եվ այդտեղից սկսվեց այդ բաժանումը ղարաբաղցի եւ հայաստանցի։ Հիմա թուրքով փորձում են հասարակությունը կիսել մի մասին անվանելով թուրք։ Սա ես համեմատում եմ սա այդ արցախյան խնդրի հետ, երբ որ առաջին անգամ այդ կործանարար բաժանարար գծերը տարվեցին եւ հիմա էլ դա օգտագործվում է ցավոք։
Մենք ականատես եղանք նաև թե ինչպես է Մայրաթորից Գարեգին Բ-ի ուղեկցությամբ Աճապահյանը դուրս գալիս։ Նրանք հայտարարեցին, որ Աճապահյանը կգնա իրավապահների հետ, իր հետ կգնա նաև իրենց փաստաբանը։ Ես ուղղակի փորձում եմ այս ամենի ետևում փորձ հերթական անգամ լարել հասարակությանը եւ արդեն իրենք հասել են մի վիճակի, երբ որ ստիպված են այդպիսի բաները օգտագործել, որպեսզի բախումներ հրահրեն ոստիկանության, ԱԱԾ-ի աշխատակիցների միջև եւ մարդկանց միջև, որոնք տեսնում են եկեղեցու վրա հարձակում։ Եկեղեցու վրա ոչ մի հարձակում չկա։ Կա հստակ գործողություն, որը ուղղված է մարդկանց դեմ, ովքեր որ խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները։ Եթե վաղը ես դուրս գամ փողոց կամ հարցազրույց տամ եւ նշեմ, որ պետք է լինի ռազմական հեղաշրջում, որտեղ են մեր գեներալները, որտեղ են ԱԱԾ-ի պաշտպանության նախարարության եւ ոստիկանության գեներալները, ինչու նրանք դուրս չեն գալիս եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնում, ինձ էլ կկանչեն եւ ես սուսփուս կգնամ եւ ես որևէ խնդիր չեմ տեսնում, որևէ պատճառ չեմ տեսնում, ինչու պարոն Աճապահյանը չպետք է գնա եւ բացատրություն տա իր հակասահմանադրական արարքի համար։ Այնպես որ ստեղ իրենք հասել են մի վիճակի, իրենք հասելով ես նկատի ունեմ Գարեգին Բ-ին տվյալ դեպքում եւ այդ մի քանի արքիեպիսկոպոսներ, մի քանի մարդատե։ Եվ ասում են եկեղեցի, սա եկեղեցու հետ խնդիր չկա։ Սա խնդիրը մի քանի հոգու հետ է, որոնք թաքնվում են եկեղեցու ետևում եւ հակապետական, հակասահմանադրական գործունեություն են ծավալում։ Այդ թվում նաեւ այլ երկրների շահերը սպասարկելով։ Այնպես որ ես վստահեցնում եմ, որ պարոն Աճապահյանը գնալու է իրավ։ Ու տեսնում եք, արդեն գնաց։ Ես գիտեի, որ գնալու է, ինքը չէր կարա չգնա։ Գնալու է եւ ես կարծում եմ ճիշտ կլինի, ես այն մարդկանցից եմ, որոնք օրեր առաջ էր հորդորում, որպեսզի իրավապահ համակարգը զբաղվի այս խնդրով։ Կարևոր չէ այդ կոչ հնչեցնողը շարքային իմ նման քաղաքացի է, թե արքիեպիսկոպոս է։ Շատ ավելի վատ է, թե արքիեպիսկոպոսն է դա անում եւ բոլորը պետք է իրենց հակասահմանադրական, հակապետական արարքների համար պատասխան տան։ Եթե կարող է, թող պատասխան տան։ Օրենքի շրջանակներում իհարկե։ Ապօրինություն չպետք է ստեղ լինի։ Գարեգին Բ-ն նույնպես հանդես եկավ հայտարարությամբ Մայրաթոռում, երբ որ Աճապահյանի հետ դուրս էին եկել, ասաց Աճապահյանը կգնա, Գերագույն խորհուրդն էլ ժողով կհրավիրի, կքննարկեն կատարվողը, կքննարկեն այդ իրադարձությունները։ Ինչ էր քննարկելու այսքանից հետո Գերագույն խորհուրդը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, ես չգիտեմ Գերագույն խորհուրդը ինչ է քննարկելու, բայց ես ձեզ հիմա մի հատ շատ հետաքրքիր մի դրվագ կպատմեմ, որը բոլորին ցույց կտա, թե Գերագույն խորհրդի քննարկումները եկեղեցական ինչ արժեք ունեն։ Առաջին հերթին Գարեգին Բ-ի համար։ Ուրեմն, երբ որ մեր հայտնի Բագրատ կամ Վազգեն Գալստանյանը ցանկացավ մտնել քաղաքականություն եւ իրանցից շարժումով գալ մտնել Երևան, հանրահավաքներ հրավիրել, եկեղեցում այդ Գերագույն խորհուրդը հավաքվել է, ես այդ տեղեկատվությունը ունեմ։ Եկեղեցու ներսից իդեպ Գերագույն խորհուրդը հավաքվել է եւ հարց է բարձրացվել. Արդյոք եկեղեցին Գերագույն խորհուրդը օրհնում է պարոն Գալստանյանին, որպես ինքը զբաղվի քաղաքականությամբ եւ որպես ընդդիմադիր հանդես գա։ Եվ Գերագույն խորհրդի մեծամասնությունը, մոտ 80% մասնակիցները ոչ են ասել դրան։ Նրանք դա չեն արել։ Եվ դրանից հետո պարոն Գարեգին Բ-ն որոշում է կայացրել եւ օրհնել է պարոն Գալստանյանին, որպեսզի պարոն Գալստանյանը դա սկսի։ Ես այսպես կպատասխանեմ ձեր հարցին, այնպես որ եկեղեցու նույնիսկ ամբողջ վերնախավը դեմ է այդ ամենին։ Եվ այս պայմաններում ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի, թե Գերագույն խորհուրդը ինչ է որոշել, որովհետեւ դա ընդհանրապես նշանակություն չունի պարոն Գարեգին Բ-ի համար, որը եկեղեցին, ես ներողություն եմ խնդրում ժողովրդական խոսքի համար, սարքել է իր սեփական դուքյանը։ Դա այդպես չէ։ Եկեղեցին մեր բոլորինն է։ Իսկ ինքը եկեղեցու անունից հակասահմանադրական, հակապետական որոշումներ է կայացնում եւ այդ Աճապահյանները, որոնք այդ Աճապահյանների ձեռքով եւ կոչերով փորձում է իրականացնել։ Սա անընդունելի է։ Եվ ինքը առաջին հերթին չի հարգում նույն պարոն Կտրիչ Ներսիսյանը, պարոն Կաթողիկոսը չի հարգում եկեղեցու որոշումները եւ եկեղեցական ձեր ասած Գերագույն խորհրդի որոշումները։ Այնպես որ նրանք ինչ են որոշելու, դա որևէ մեկին չի հետաքրքրում, որովհետեւ ցավոք հայ առաքելական եկեղեցին Գարեգին Բ-ի գահակալման տարիներին, հենց այդպես գահակալության տարիներին դարձել է մենաշնոր։ Միապետություն է, Գարեգին Բ-ն միապետ է, որոշումները ընդունում է նա միայնակ։ Այնպես որ ամբողջ պատասխանատվությունը այս ամենի համար պետք է կրի անձամբ Գարեգին Բ-ն։
Մենք նաև տեսանք, թե ինչպես են ընդդիմադիր ներկայացուցիչները, օրինակ Գառնիկ Դանիելյանը, Իշխան Սաղաթելյանը, Ռուբեն Մխիթարյանը տարբեր դեմքեր միանգամից հայտարարեցին դեպի Մայրաթոր շարժվելու մասին։ Հիմա նաև այնտեղ են ու կոչ են անում բոլորին գնալ Մայրաթոր։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Ինչ կա թե մեկնաբանելու, այդ մարդիկ նույն գործն են անում։ Պատվիրատուն մեկն է, գործը նույնն է, նպատակը մեկն է, Հայաստանում հասնել իշխանափոխության։ Իրենց համար ցանկացած խժդժություն, ցանկացած բախում, ցանկացած կոնֆլիկտ Հայաստանի ներսում կարևոր չէ ու միջև։ Իրենց համար հնարավորություն է։ Իրենք հեսա վաղը արցախցիներին են օգտագործել, ինչ որ հանրահավաք են կազմակերպում, ինձ համար բոլորովին անհասկանալի պահանջներ։ Ոչ եմ հասկանում ինչ են պահանջում այդ մարդիկ։ Ասում են մեր պահանջը, որպեսզի մենք վերադառնանք Արցախ։ Ումից եք պահանջում Արցախ վերադարձ։ Ումից Նիկոլ Փաշինյանից, Հայաստանի կառավարությունից ումից եք պահանջում։ Կամ եթե պահանջում ենք մեխանիզմը ո՞րն է։ Հիմա այդ ամենը իրենց կողմից հերթական անգամ այդ 5-րդ Շահյասյան կողմից օգտագործվելու է։ Հիմա եկեղեցին են օգտագործում, վաղը Լեռնային Ղարաբաղից եկած մեր հայրենակիցներին են օգտագործելու։ Եվ ամենակարևորը, այդ մարդիկ բոլորին համարում են էշ։ Եվ դա իրենք են ասում, դա ես չեմ ասում։ Ասում են էշ, անասուն ազգ։ Անասունը դուք եք։ Ես հենց հիմա դա հայտարարում, անասունը դուք եք, եթե ինչ-որ մեկը ինձ, որպես շարքային քաղաքացի, ես ինձ չեմ տարբերակում ոչ մեկից, համարում է, որ ես էշ եմ, կամ ես անասուն ազգի ներկայացուցիչ եմ, ես ասում եմ, անասունը դուք եք։ Հիմա իրենք փորձում են այդ տրամաբանության մեջ ժողովրդին դնելով էշի եւ անասունի տեղ, օգտագործել, հրահրել բախումներ եւ գալ իշխանության։ Վերջ, ուրիշ նպատակ չկա։ Չկա ուրիշ նպատակ։ Եթե լիներ ուրիշ նպատակ, ես նույնիսկ կարող եմ միանալ այդ մարդկանց։ Բայց եթե ուրիշ նպատակ չկա, որ մի ողջամիտ մարդը կգնա իրենց հետևից, կգնա մարդկանց հետևից, որոնք քեզ համարում են էշ։ Եվ սա իրենց մտածելակերպ է, նույնիսկ միջև այս գաղտնալսման հրապարակումը ես գիտեի, որ իրենք այդպես է, որովհետև շատ եմ լսել տարբեր մարդկանցից այդպեսի գնա։ Իրենք մարդկանց ժողովրդին, մեր ազգին համարում են անասուն։ Իրենք չեն համարում, որ մենք նորմալ մարդիկ ենք, մենք մտածող մարդիկ ենք։ Իրենց համար մենք մատերիալ ենք, որպեսզի իրենք գան իշխանության։ Իրենք այլ կերպ մեզ չեն վերաբերվում։ Սա է իրականությունը։ Դուք ասում եք ինչի են միացել, դրա համար միացել են, ինչի համար պետք է միանան։ Սա պլան B-ն էր այն գործողությունների, որոնք չհաջողվեց իրականացնել ահաբեկչական գործողությունները նկատի ունեմ, որը պետք է գլխավորեր հենց Բագրատ Գալստանյանը։ Ես չեմ կարող ասել, ես այդ ահաբեկչական գործողությունների պլանավորող մանրամասները չգիտեմ։ Ես չգիտեմ որքանով է այս ամենը իրականությանը համապատասխանում, ես կարող եմ ասել, որ երևի թե նրանք շատ պլաններ ունեն, որովհետև եթե դու ուզում ես գալ իշխանափոխության եւ հասկանում ես, որ ընտրությունների միջոցով դա չես կարող անել, դու կարող ես շատ պլաններ ունենալ եւ ամենակարևորը այդ բոլոր A կլինի, B կլինի, C կլինի, թե D կլինի, այդ բոլոր պլանները հակասահմանադրական են, հակապետական եւ դեստրուկտիվ իրենց բնույթով եւ ամենակարևորը այդ ամենը ջուր է լցնում մեր թշնամիների, թուրքերի, իրենք թուրք են, չէ՞ անվանում իրար, հայերին թուրքերի ջրաղացին, իրական թշնամու ջրաղացին իրենք ջուր են լցնում, որովհետև պետությունը ներսից թույլատրում են այս պայքարով, այս պահին։ Ընտրություններ կան, գնացեք ընտրություններին եւ փորձեք իշխանափոխություն անել, որևէ մեկը դրան դեմ չի լինելու, բայց այն ինչ կատարվում է այսօր, ինձ համար անձամբ որպես քաղաքացի, որպես հայ մարդ անընդունելի է։ Պարոն Ստեփանյան, նաև Աճապահյանը չէր ընդունում, որ ինքը ասել է պետք է ռազմական հեղաշրջում անել, բայց Մայրաթոռում արդեն խոստովանում է, ասում է լավ եմ արել, ասել եմ, սա ապօրինի մեղադրանք է, այսինքն կարելի է պետականության դեմ նման կոչերով, հայտարարություններով հանդես գալ, հետո մեղադրել իշխանություններին ու ասել լավ եմ արել։ Չգիտեմ Աճապահյանը ինչ է ասել, ես անձամբ լսել եմ այդ հարցազրույցը, ես անձամբ լսել եմ ինքը ինչ է ասել, ինքը հստակ հնչեցրել է հակասահմանադրական հակապետական կոչ։ Ինքը ցանկանում է եւ կոչ է անում, որպեսզի լեգիտիմ ընտրված իշխանություններին բռնի ուժով տապալեն, նա կոչ է անում, հեղաշրջման կոչ է սա կոչում եւ ցանկացած երկրում այսպիսի կոչերի համար կա պատիժ, կա օրենսգրքում, քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված, սա հակասահմանադրական է եւ այստեղ ինձ համար չկա երկընտրանքի հարց, դա ճիշտ է կամ ճիշտ չէ, ինքը պետք է դրա համար պատժվի, ինքը պետք է կրի պատասխանատվություն։ Այնպես, ինչպես պատասխանատվություն պետք է կրի ցանկացած մարդ, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը այսպիսի կոչերով հանդես կգա։ Ես չգիտեմ ինքը ինչ է ասում, ինձ դա հետաքրքիր չի։ Ես լսել եմ ինքը ինչ է ասել այն ժամանակ։ Ինձ դա բավարար է։ Մայրաթոռը նաև հանդես է եկել հայտարարությամբ, հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներին եւ շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։
Սա ինչպես եք մեկնաբանում։ Իրենց վերից պատասխանատվությունը հանելու փորձ։ Ես ասացի չէ մեր հարցազրույցի սկզբնամասում, որ այս ամենի համար պատասխանատվությունը կրում Գարեգին Բ. Կտրիչ Ներսիսյանը։ Ինչու՞, որովհետև բոլոր որոշումները եկեղեցականների անունից կայացվում է մի անձնյա, եւ դա է անում Գարեգին Բ. Հետևաբար ամբողջ պատասխանատվությունը այդ ցանկացած սցենարի շուրջ, որը կարող է ծավալվել եկեղեցու մասնակցությամբ, եկեղեցու շուրջ կրում է անձամբ Գարեգին Բ. Եվ ես չեմ կարծում, որ նա կարող է այդ պատասխանատվության տակից դուրս գալ։ Դրա համար այսպեսի հայտարարություններ են տարածում։ Բայց ես վստահ եմ, որ տակից իրենք շարունակում են գործել։ Պարոն Ստեփանյան, նաև այս իրադարձությունների ֆոնին տարբեր ուժեր, օրինակ Նարեկ Մայլյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասաց Հայաստան դաշինքը պատրաստ է միանալ պատիվ ունեմի իմպիչմենտի գործընթացին, նաև Հայաքվե նախաձեռնությունն է խոսում կրկին իմպիչմենտից, Էդմոն Մանուկյանը, որը վարչապետի թեկնածու էր, հայտարարեց, որ պատրաստ է իր թեկնածությունը դնել մի կողմ, առաջադրել վարչապետ Միքայել Աջապահյանին։ Սա այնքան կտրված է իրականությունից այս պահին։ Այս մարդիկ իմպիչմենտի մեկ հնարավորություն ունեն։ Եթե նրանք կարողանան քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին, падգամավորներին վախեցնել, սերմանել վախի մթնոլորտ եւ այդ վախի մթնոլորտում ստիպել նրանց, որպեսզի նրանք քվեարկեն իմպիչմենտի օգտին։ Սա միակ հնարավորությունն է։ Եվ այդ ամենը, ինչու եմ ես համարում, որ սա շատ նման է իրականությանը, այդ հեղաշրջման փորձը, նրա գլխավոր նպատակը դա էր ստեղծել մի իրականություն, երբ որ ազգային ժողովը կշրջափակվեր բոլոր կողմերից իրենց այդ ուժերով, բանդիտներով, կլիներ փակ քվեարկություն եւ նրանք ՔՊ-ի падգամավորներին ստիպեին քվեարկել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի համար։ Սա իրենց միակ հնարավորությունն է։ Սա կոչվում է պետական հեղաշրջում։ Ինչ է ասում, ես չգիտեմ, որ մեկն էր ընդ ասում, ասում մի երկու հոգի կգյուռլենք պատի տակ, չէ, այդեն չէ ասում, մի երկու հոգի ՔՊ-ից կգյուռլենք, մնացածը կգնան սուս-փուս կանենեն, ինչ որ ասում ենք, ասես մարդիկ էդ են ուզում։ Եվ իրենց կարևոր չի, թե հեղաշրջման ժամանակ այդ այրվող ավտոբուսում, որի վրա իրենք յուղ են ուզում լցնել, քանի հոգի կմահանա կամ ում երեխան կլինի։ Այս է իրականությունը։ Մնացածը այդ ինչ որ Մարուկյանն է ասում, ինչ որ Մալյանն է ասում, իրենք ձգտում են սրան։ Ու միակ հնարավորությունը իրենց հասնել իմպիչմենտի դա է։ Իսկ մնացածը Հայաստանը կմիանա, պատիվ ունեմը կմիանա, Մարուկյանը կմիանա, դա լիրիկա է։ Պարոն Ստեփանյան, նաև Ռուսաստանից են կարծես հայտարարություններ հնչում, օրինակ Կիրկորովն է տեսանյութ տարածել, ասում է սատարում եմ իմ ընկեր Սամվել Կարապետյանին, հիմա հալածում են հայ առաքելական եկեղեցուն, այս ամենը անհապաղ պետք է կանգնեցվի։ Ցանկացած մարդ, որը կերակրվել է Սամվել Կարապետյանի տաշտակից, իսկ տաշտակը շատ մեծ է, սատարում է, եւ սատարելու է Սամվել Կարապետյանին, դա նրանց պարտքն է, որովհետև այդ մարդիկ սնվում են այդ կերակրած տաշտակից։ Այլ հիմնավորումներ այստեղ գտնել պետք չէ, սա անշնորհակալ գործ է։ Այս իրադարձությունների հանգուցալուծումը ինչպես կավարտվի ձեզ։ Մեր աթոռում հավաքվածները ընդունելու են այն որոշումը, որը ընդունելու է Կտրիչ Ներսիսյանը։ Իրենք ձայնի իրավունք չունեն այնտեղ։ Միանձնյա որոշումներ է կայացվելու, ես չգիտեմ ինքը ինչ է որոշում, չեմ կարող ասել։ Կա կարծիք, որ նա ընդհանրապես պետք է հրաժարական տա, որպեսզի այս լուրջ ներքաղաքական կրիզիսը հանգուցալուծվի։ Ես չգիտեմ նա կգնա այդ ճանապարհով թե ոչ, կարծում եմ, որ չի գնա։ Պետք են շատ ավելի լուրջ կոմպրոմատներ, իշխանությունը դնի նրա դեմ, իսկ այդպիսի կոմպրոմատները կան, ես գիտեմ, որ կան, որպեսզի նա հրաժարական տա։ Մնացած դեպքերում ես հուսով եմ, որ իշխանությունը կլինի հետևողական, վճռական եւ օրենքի սահմաններում այն բոլոր գործառույթները կիրականացնի, որոնք պետք է եւ պարտավոր է իրականացնել ցանկացած հակասահմանադրական կոչ կամ գործողություն հնչեցնողին կամ կատարողին։ Ես այդքանը կարող եմ ասել։ Հիմա թե իշխանությունը ինչ կորոշի, ես չգիտեմ։ Ես հուսով եմ, որ նրանք հետևողական կլինեն, որովհետեւ դա է պահանջում մեր բոլորի շահերը։ Պարոն Ստեփանյան, բայց ինչու եկեղեցին ընտրեց գնալ պետության դեմ, հեղաշրջման կոչեր անել, գնալ հեղաշրջման, հա, ավելի ճիշտ, քան օրինակ իրենք այդ պահեն այդ ժողովրդի զգոնությունը սատար կանգնեին պետությանը։ Ուրիշ ճանապարհ չունեն իրանք։ Այդ մարդիկ իրենց չեն նույնականացնում այս պետության հետ։ Չեն նույնականացնում
պետության մաս է նաև քաղաքական իշխանությունը։ Իր հետ չեն նույնականացնում։ Իրենք իրենց նույնականացնում են Սերժ Սարգսյանի իշխանության հետ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ, Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չեն նույնականացնում։ Իսկ քանի որ չեն նույնականացնում, իրենց համար տարբերություն չկա։ Եթե չեն նույնականացնում Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության հետ, ուրեմն չեն նույնականացնում պետության հետ, Հայաստանի Հանրապետության հետ։ Դրա համար գնում են այդ քայլերի, բայց ինչ պետք է անեն։ Իրենց համար թիվ 1 նպատակը դա Նիկոլ Փաշինյանի տապալումն է։ Եվ ոչինչ, եթե հետնել Հայաստանի Հանրապետությունը կտապալվի։ Դա իրենց համար այն գինը չէ, որը նրանց համար կարմիր գիծ է։ Նրանք պատրաստ են այդ գինն էլ տալ։ Մանավանդ, որ իրենք չեն վճարելու։ Եկեղեցին մնալու է այն կարգավիճակով, ցավալի կարգավիճակով, ողբալի կարգավիճակով, որը նա այսօր ունի իրենց պատճառով, այդ մի քանիսի պատճառով, իրենց դա հետաքրքիր չի, դրա համար էլ տենց են անում, բայց ինչ պետք է անեն։ Դուք նշեցիք Գարեգին Բ-ի հեռանալու մասին, բայց հիմա նա կհեռանա, այդ կամքը այսպես ասած կդրսևորվի, թե կհեռացվի։ Ես կարող եմ ձեզ հաստատ ասել, որ իր կամքով Գարեգին Բ-ն չի հեռանա։ Նա չի հեռանա իր կամքով, նա կարող է հեռանալ միայն մեկ դեպքում, եթե նրա առջև դնեն այնպիսի կոմպրոմատներ, իսկ այդ կոմպրոմատները ես նորից եմ ասում կա, որի առջև ինքը այլևս չի կարող պաշտպանվել։ Այդ դեպքում նա ստիպված կհեռանա։ Դա միակ հնարավորությունն է։